Ես ընդդիմության ներկայացրած նախագծին բովանդակային իմաստով այլևս կարիք չեմ տեսնում անդրադառնալու, որովհետև գործընկերներս կարծում եմ մանրամասն խոսեցին արդեն այն մասին, որ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա։ Ես ուզում եմ խոսեմ նպատակների մասին, թե ինչ ենք մենք հիմա անում։ Ըստ էության ընդդիմությունը իր հերթական կեղծ օրակարգն է բերել եւ փորձում է, այսպես ասած, օրակարգեր գեներացնի, որովհետև ըստ էության ընդդիմությունը, որը ոչնչացած է մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո անընդհատ օրակարգեր թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար եւ սա հերթական ուրեմն այդ դեպքերից մեկն է, ոնց որ մի քանի օր առաջ այս դահլիճում լսումներ էին, այդ լսումներն են հերթական կեղծ, fake օրակարգն էին, ոչնչի մասին օրակարգեր, ինչի մասին որ մեր հանրությունը ըստ էության հենց լսումները նայելով հասկացավ, թե ինչ խայտառակություններ այստեղ կատարվում։ Եվ հիմա էլի կեղծ օրակարգ է բերվել, առայն թե բա ցեղասպանությունը փորձում են մերժել, արտահայտություն հնչեց, որ տոտալ քարոզչություն է տեղի ունենում ցեղասպանության դեմ։ Սա խայտառակություն է ուղղակի, որովհետև ամբողջությամբ նա կեղծ է այս թեզը եւ այն դիտարկումը, որ մենք պետքա նայենք ինքներս մեզ եւ հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջանում, այդ պատմական իրողության հերքման մասին չի։ Սա ինքնահայեցման մասին է եւ առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք եւ տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջանում ինչեր են մեր հետ տեղի ունեցել, որ այլևս երբեք տեղի չունենան եւ մենք կարողանանք կանխել նման ողբերգությունները մեր ժողովրդի հետ տեղի ունեցած։ Եվ դուք վերցրել եք այս թեման եւ կրկին խաղում եք մարդկանց հույզերի հետ։ Ինչպես խաղում եք 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց եւ նրանց հարազատների ուրեմն վշտի հետ։ Ինչպես խաղում եք վերջերս Փարաքարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այդ շրջանակի մարդկանց վշտի հետ։ Դուք ընդհանրապես ման եք գալիս վիշտ եւ ցավ, որ գաք դրա վրա փորձեք քաղաքական միավորներ հավաքել։ Էսա, ժողովուրդ ջան։ Երբ որ այստեղ գալիս եք եւ փորձում եք մարդկանց համոզել, որ ինչ որ այլ երկրի օրակարգեր են այստեղ առաջ տարվում եւ այլն, հղումներ եք անում, գրական ստեղծագործություններ են տարածում եւ այլն, նախ պարոն Մանուկյան, ուզում եմ ձեզ ասեմ, որ ժամանակակից աշխարհում կա on-line գրադարաններ եւ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է կարդալ ցանկացած գրական ստեղծագործություն առհասարակ։ Ես ձեզ ասեմ, դուք զուտ իմանաք սրա մասին։ Եվ հետո, երբ որ նման բաներ եք խոսում, մի հատ հիշեք ձեզ, դուք եւ ձեզ սպասարկող լրատվամիջոցները օր ու գիշեր հղում են անում թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների վրա։ Դուք իրանցով եք ապրում։ Եվ հետո եկել եք ստեղ, մեզ եք փորձում նման ուրեմն բաների մեջ մեղադրել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դադարեցնել կեղծ օրակարգեր ուրեմն գեներացնելը, դա ձեզ չի փրկելու եւ չի պահպանելու ձեր քաղաքական գոյությունը մինչեւ գումարման ավարտը։ Շնորհակալություն։ Նախ խորհուրդ քաղաքական մեծամասնությանը։ Սրանից հետո օգոստոսի 8-ի վարդագույն այդ բանը ներկայացնելուց առաջ սպասեք անամփեր։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից աղաչում էր, ասում է Ալիևը վերջապես ուզում հասկանամ այդ միջանց բանը, որ ասում է ինչի նկատի ունի, մինչև դրա պատասխանը չստանաք, մեր ժողովրդին խնդրում եմ չմոլորեցնեք, որ ամեն ինչ լավ է եւ հաճելի է։ Երկրորդը կյանքում ամեն ինչ կպատկերացնեի, բայց որ Հիտլերի ֆաշիստական, այլատյապ, ցեղասպան, այն դոկտրինը, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիայում միլիոնավոր հրեաներ կոտորվեցին, համարել գեղարվեստական գրական ստեղծագործություն, այդ մեկը չէի պատկերացնի։ Եվ նույնիսկ հասնում ենք այնտեղ, որպեսզի փորձենք խուսանավել մի օրենսդրական նախաձեռնությունից, որը ընդդիմությունը բերել է։ Եվ պատահաբար չի, որ ես ասում եմ Մայն Կամփի մասին, պաշտոնապես գրախանութում, պաշտոնական տպարանով տպած, եթե դա հանդուրժվում է, նշանակում է փոխնախարարի ներկայացած քրեական օրենսգիր, ինչ օրենսգիր եղած բոլոր դրույթները այս երկրում չեն գործում։ Եվ դրա համար հստակեցումներ են պետք, որպեսզի հնարավոր լինի մարդատյացության, ցեղասպանության կանխարգելման, դրա արծարծման, դրա արդարացման բացառման հարցը։ Ինչ վերաբերում է կառավարությունը շատ է սիրում Դողոփերինչեքի Եվրադատարանի որոշումը։ Այստեղ
Լավ է, երկու արևելագետ նստած են թուրքագետ Մխիթար Հայրապետյանը եւ Տրթատը։ Ժամով կարող եմ խոսել Դողոփերի ինչեք հետ կապած։ Դողոփերի ինչեկը ոչ թե կարծիք արտահայտում, իլայր ամբողջ գիտակից կյանքը գործելա եւ հիմա էլ գործում է ալիատացության սկզբունքի վրա, որի համար բազմաթիվ անգամներ դատվել է, որի համար բազմաթիվ անգամներ հետապնդման է։ Ժամով կարող եմ խոսել Դողոփերի ինչեկի եւ իր իշի պարտիզի մասին, բայց տեղը չի։ Ինչի է այս նախագիծը, սիրելի հայրենակիցներ, հիմա կարող է հարց լինի, լավ, այս նեղ մաջալին, որովհետև աչքը տեսածից է վախենում, այն ինչ որ չէին կարող պատկերացնել մի քանի տարի առաջ, որ ապրիլ 24-յան ուղերձում կամ դրանից առաջ տարբեր համաժողովներում այն կասկածի որդը, թե ինչու եղավ հայոց ցեղասպանություն, այսօր չոքել է մեր դռանը։ Չէին կարող պատկերացնել, որ արտաքին գործերի նախարարության ցեղասպանության հետ կապված միջազգային համաժողովներում այլևս հայոց ցեղասպանությունը դեն է նետվելու օրակարգից։ Այդ ամենը չէին կարող պատկերացնել։ Ու կրկնում եմ, աչքը տեսածից է վախենում։ Դրա համար փորձում է այդ աչքի տեսածը կանխարգելել հետագա սերունդների համար։ Տիգրան Պարսելյան հաջորդ ելույթի համար։ Պարոն Մանուկյան, իդեպ Mein Kampf-ը Amazon-ում նոր նայում էի, դրված է բեսթսելերի տակ $12 գինը։ Ուզում եք իրանց էլ դատություն։ Մեկ էլ պետական տպարանը որն է, հետ էլ կասեք էլի դա որն է։ Ասի պաշտոնական տպարանը որն է, տպարանը։ Համեցի։ Պաշտոնական տպարան չի։ Եթե թույլ փորձում եք պետական բան փող հաղորդել, բայց դա չի ստացվում, էլի բան։ Չէ, համել գնաց պարոն Մանուկյանը, բայց Mein Kampf-ը Հայաստանի Հանրապետությունում թարգմանվել, տպագրվել եւ վաճառքի անվել 2015 թվականին եւ լավ կլներ այդ հարց տալուց այն դատար կաթոռներին նայեր։ Երկրորդ բարձրացնել են հարցը արդյոք մարտի 1-ի պատասխանատուի հուշերը ճիշտ է տպագրել եւ վաճառելը։ Բայց խոսքը դրա մասին չի, ուրեմն ինչա կատարվում, էլի հերթական անգամ, ինչպես միշտ ես քաղաքական սրա պատասխանն եմ ուզում տամ, օրակարգ չլինելու պատճառով իմ գործընկերը ասես նոր օրակարգ են ստեղծում, բայց ոչ թե նորն են ստեղծում, այլ հին մոռացվածը, որը մի անգամ փորձել են ու չի ստացվել, հիմա նորից փորձում են բերել, որովհետև մի անգամ փորձեցին մեղադրել, դրա պատասխանը տրվեց եւ այդ մոռացվեց գնաց։ Հիմա քանի որ օրակարգը լրիվ սպառված է, նորը ստեղծել չեն կարողանում, պետքա բերենք հինը ու սկսենք բզբզալ խաղաղության, օրակարգի եւ այլնի դեմ։ Բայց այս ամեն ինչի լավագույն պատասխանը իմիջիայլոց ձեր այլևս համատեղ վարչապետի տեխնացուն ճեպազրույցի ժամանակ տվեց, երբ որ ասեցին ախր էս իմպիչմենտը չլնող բան է եւ այլն, ասեց պարապ մնալուց լավ չի, ու դա ասեց մի քանի անգամ։ Հարգելիներս, եթե դուք պարապ եք մնացել, Հայաստանի Հանրապետությունը ձեր համար ոչ սփիներ է, ոչ թզբեղ է, ոչ, չգիտեմ, ինչ որ անտիստրես է, ոչ էլ պարապ վախտի խաղալիք է։ Մի արեք, մենակ պարապ մնալու հետևանքով չի կարելի խաղալ Հայաստանի հետ, չի կարելի խաղալ Հայաստանի լրջագույն օրակարգի հետ։ Պարապ եք մնացել, հազար ձևի զբաղմունքներ կա, ես կարամ ձեզ օգնեմ, օնլայն էլ գտնենք, կնենց էլ գտնենք, բայց մի արեք sense բաներ։ Եվ երրորդ, երբ որ դուք ուզում եք տենց ցույց տաք իբր որ Հայաստանի Հանրապետության եւ հատկապես կոչերին եւ վերբալ հարցակումներին եւ վերբալ վտանգներին տենց ուշադիր եք, ձեր կոմունիստ քրիստոնյա տեխնացուն բանի Գյումրի, որ հիմա քաղաքապետ է, ձեր աջակցած եւ այլն, շանտաղայ անվանել նրանց, ովքեր դեմ են միութենական պետությանը եւ ավելին հավելելա Հայաստանը իրանից ինչ է ներկայացնում, ներկայիս Հայաստանի մասին է խոսացել, վերբալ վտանգներից եք խոսում, վերբալ հարցակումներից եք խոսում, կա ձեզնից մի բան, կա արդյոք սրան արձագանք, գոնե հարցրել եք, այդ շանտաղա, որ ասում ես բացառություններ կա, այդ դեմ լնողներին, ովքեր միութենական պետությանը դեմ են, բայց որոշ բացառություններ բերել, գոնե որ հանկարծ դրա մեջ մենք էլ չտեղավորվենք, որովհետև լավ չի, որովհետև ինքը վիրավորել է Հայաստանի Հանրապետության կեսից ավելիին։ Եվ եթե իրականում դուք ուզում եք ցույց տալ, որ դուք շատ հետևողական եք վերբալ հարցակումներին եւ վերբալ վտանգներին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տիրություն արեք ձեր քրիստոնյա կոմունիստի խոսքերին։ Շնորհակալ եմ։ Ում փոխնախարար, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք կարեկից դրդված օրենք չեն ընդունում։ Դες բան չասեցիք։
Հա, օրենքը ընդունում են հենց կարիքից դրդված եւ կարիքը, որը դրդել է այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, հենց այն է, որը մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ ցեղասպանության հետևանքների նսեմացման ուղղված հստակ գործողություններ եւ արտահայտություններ։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր։ Ինչի Նիկոլ Փաշինյանը դա ասեց։ Դե ինչ են կորցրել, որ բա իմաստուն է արդյոք դրա համար Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել։ Մեր Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պետք էր Շուշին։ Հիմա դե ցեղասպանությունը դարձավ օրակարգային, երբ Թուրքիան դարավ ՆԱՏՕ-ի կազմում։ Դե հիմա սովետական միություն չկա, մենք էլ Թուրքիա սովետական միության ժառանգը չենք, Ռուսաստանի հետ տանում ենք բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականություն, ամեն ինչ փոխվել է, բա մեզ պետք է ցեղասպանությունը հիշատակել։ Սա է էությունը ձեր քաղաքականության եւ Տիկին Ղազարյան, այդ քաղաքականությունը կանխելու համար ենք մենք այդ որ օրենքի սերդական փոփոխությունը առաջարկում։ Իսկ դուք ասում եք, չէ, այդպես բան չի եղել, բա ինչը կանխենք։ Շատ հաճախ չի եղել, որովհետեւ կանխվել է այդպես, չէ, պարոն փոխնախարար։ Այդպես է, պարոն փոխնախարար։ Հիմա Փերինչեկի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, բացահայտվել է, դա լրիվ այլ кейս է, այստեղ խոսքը գնում էր արդյոք սուտ կոչելը կարող էր առաջացնել դժգոհություն, անհնազանդություն ու հանրային կարգի խախտում, թե չէ։ Դա էր սա խոսքը, եւ հիմնավորումներից մեկը նա է, որ Շվեյցարիայում է ասվել եւ այլն։ Բայց ես շատ զարմանում եմ, որ դուք օրինակ, պարոն փոխնախարար, մեջ չեք բերում եւ քաղաքացիական պայմանագիր եւ հատկապես տիկին համազեկուցող հաշվի չեք առել, օրինակ Եվրոպական միության խորհրդի ուրեմն 2008 թվականի փետրվարի 26-ի շրջանակային որոշումը ուղղված ռասիզմի, օտարատաչության, քրեական ուրեմն օրենքի միջոցով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարի մասին, որտեղ հստակ նշվում է, որ պետությունները կարող են քրեական օրենքի իրավունքի միջոցով պատժել նման արտահայտություններ, եթե դրանք ոչ միայն հանրային անդորը կամ հասարակական կարգը խաթարելու նպատակ են հետապնդում, այլ նաև սպառնալիք են, abusive չարաշահում են ինչ-որ մի բան եւ վիրավորական են։ Խնդրեմ, հոդված առաջին, երկրորդ կետի, երկրորդ պարբերությունը։ Հստակ է, որ նման արտահայտությունները վիրավորական են առնվազն։ Եվ ահա այդ վիրավորական արտահայտությունները կանխելու, ես նախադասություն, այդ կանխելուն են միտված այս օրենսդրական փոփոխությունները։ Շնորհակալություն։ Ծովինար Վարդանյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես ինձ մի պահ փորձում էի ուղղակի դուրս բերել այս դահլիճից եւ տան էկրանից այս կողմ նայել, որպես ցեղասպանության զոհ իմ տատիկի, ում ես տեսել եմ թոր եւ հասկանալ, որպես քաղաքացի ինչ շահեր են ուզում պաշտպանել այս աջ կողմում նստած քաղաքական ուժերը, խնդրում եմ մի ընդհատեք ինձ։ Ինչ իմ որ շահն են պահում, պաշտպանում, ինչ եմ ես զգում, արդյոք իմ ինքնությունը, ինչպես որ հաճախ էս քաղաքական թեմը խոսում է այնց, որ ինքնությունն ենք մենք ինչ որ վտանգում եւ այլն, արդյոք իմ ինքնությունը վտանգել որևէ մեկը կարող է, եթե ես ինքս չեմ կասկածում դրա վրա։ Եթե ես կասկած չունենամ, որևէ մեկը չի կարող։ Ձեր մեջ փնտրեք ձեր կասկածները։ Ինչի՞ չեք բերում պետականության դեմ վերբալ օրինակ հարձակումները պաշտպանող որևէ նախագիծ, ինչի՞ չեք բերում, որովհետև դուք հայտնի եք դրանով, որովհետև ձեզ համար պետականությունը ինքը վտանգ է, Հայաստանի Հանրապետության պետականություն վտանգ է։ Եվ ի վերջո, ինչքան կարելի է դուրս մնալ ժամանակից, ժողովուրդ։ Մի հատ պետք է ինքնահայեցում անեք եւ հասկանաք, դուք ուր եք, որտեղ եք տեղավորվում, Հայաստանի Հանրապետությունը ապրում է իրական կյանքով, իրական քաղաքացիներով, որտեղ եք դուք տեղավորվել։
Շնորհակալություն։ Քրիստինե Վարդանյան։ Մեկ ու կես ժամ լսում եմ այս քննարկումը, մի քանի ամիս էլ հետևում եմ ու չեմ հասկանում վերջը խնդիրը ո՞րն է, ժողովուրդ։ Խնդիրը ո՞րն է։ Բերել ենք հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդված։ Միակ բանը, որ խելքին մոտ ասում եք, այնա որ սենց հոդված արդեն կա 136-րդ հոդվածը քրեական օրենսգրքի։ Ինչ է ասում 136-րդ հոդվածը։ Ասում է ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե կա եթե այդտեղ դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Ավելի պարզ հայերենով բացատրեմ, եթե այս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվել։ Իսկ ցեղասպանության ժխտումը մեր մոտ քրեականացված է, եթե ցեղասպանությունը իրականացրած երկիրը տենց նախապայմանադրել ու պետական պաշտոնյան ուղակի դա ասում է առանց այս նպատակները։ Չէ, քրեականացված չի։ Բերել ենք ասում ենք քրեականացրեք։ Հիմա եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք ավարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք։ Ինչն է ձեզ տենց անհանգստացրել, որ տենց հերոսաբար պայքար եք բան արել, մղում բանը ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Ինչից եք տենց անհանգիստ։ Ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ինչ խնդիր կարող ունենա, կարող եմ իմանալ։ Իսկ խնդիր կարող ունենա այն մարդու այն թիմը ում ղեկավարը, ով օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղ եթերով ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրը ասում է, բանը, բայց մենք պիտի հասկանանք, այդ ցեղասպանության ճանաչումը մեզ ինչ խնդիր է մեզ համար լուծում։ Լավա չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը։ Լավա նոտա չեք հղել դեսպանատուն, խիստ դատապարտել։ Այդ դուք բնականաբար այս օրենքի հետ խնդիր կունենաք, բա ոչ չեք ունենա։ Ընդհանրապես դուք որ այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարան լուծարվեն։ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն այստեղ, ինչ խնդիր ունեն։ Հաջորդ բանը, ասում եմ, ինչ խնդիր կա Մարիա Կարապետյան։ Ասում է Միքայել Սրբազյանի խոսքերին Քրիստինե Վարդանյանը ասել է, հա, ասել եմ իր կարծիքն է, բայց լավ, եթե խնդիր չունեք, համ Միքայել Աջապայանի հետ խնդիր ունեք, համ ոնց որ իմ հետ խնդիր ունեք, օրենքը ընդունեք, միանգամից իր վրա մի հատ հոդված կավելացնեք, ինձ էլ նոր հոդվածով կդատեք։ Կարաք Թուրքիան թույլ կտա ձեզ։ Էս է մեր հարցը, ժողովուրդ ջան, ասում ենք հայոց ցեղասպանության ժխտումը ցանկացած պարագայում, եթե որևէ նպատակ էլ չի հետապնդում, պիտի քրեականացվի։ Ու Հայաստանում բնական է, որ այս օրենքը պիտի լինի։ Թող հարց տան իրանց այն մարդիկ, ովքեր այս ձևակերպման հետ խնդիր ունեն։ Ու վերջում, դուք հասել եք այնտեղ, որ ոչ միայն ուրացել նսեմացրել, պղծել եք ամեն ինչ։ Դրա համար այստեղ դիմացս, որ հիմա դատար կա, Անդրանիկ Քոչարյանին կլինի նախքան ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի ցանկեր կազմելը մի հատ դրանից առաջ 44 օրյա պատերազմի նահատակների ամբողջական ցանկ վերջապես կազմեք ու հրապարակեք, որ աչ ու ձախ բոլորին չմեղադրեք թիվ կեղծելու մեջ, այն դեպքում, երբ որ դուք կոնկրետ թիվ չեք հրապարակել տենցել։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին, այսինքն այս ողջ գումարման ժամանակ, արդեն 5-րդ տարին է, ընդդիմության գործունեությունը երկու բանի մասին է։ Կամ մանիպուլյացիա, կամ գուշակություն։ Ավելի շուտ կոֆեի բաժակ նայել։ Ձեր ամբողջ գործունեությունը կոֆեի բաժակ նայելուն է միտված։ Դրա լավագույն օրինակը վերջին շաբաթվա ընթացքում ձեր լրատվամիջոցներով այդ կոֆեի բաժակ նայելով ասելն է, այս բանը Փարաքյարի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիմա հասկացել են, հերքվել է այդ իրանց բանը, գուշակությունը, եւ եկել են այսօր ոնց գումեք չկա դրա մասին խոսակցություն, ենթադրում եմ չի լինի, եւ անցել են իրենց երկրորդ գործիքին, մանիպուլյացիա։ Բերել են նախագիծ են ներկայացրել ու հիմքը ինչն է։ Ասում են վարչապետը հերքել է ցեղասպանությունը, հիմքը այդ այս նախագծի, մի ամբողջ ազգային ժողով, ռեսուրսներ, բան, իրանք աշխատավարձ են ստանում, իմաստը որն է։ Սուտը, ասում են վարչապետն ասել է, պետք է հասկանանք ցեղասպանություն եղել է, թե չէ, կասկածի տակ է դնում։ Հիմա սիրելի հայրենակցներ, ուղիղ կարդում եմ վարչապետը ինչ է ասել։ Պետք է հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա անցալում։ Ոնց է եղել, որ 39 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել,
Եվ ոնց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգը հայտնվել է։ Այսինքն հարցը ոչ թե ցեղասպանության եղելիության մասին է, նայեք վարչապետի, իբրև վարչապետ, այս բոլոր տարիների ընթացքում, օրինակ ցեղասպանության տարելիցի օրը պաշտոնական բանը հաղորդագրությունները։ Տեսեք, հերքում կա այդտեղ։ Ձեր այս մանիպուլյացիաներին անընդհատ պատասխանը, այդտեղ հերքում կա թե չէ։ Վարչապետն ասել է պետք է հասկանանք ոնց եղավ, որ այսինչ թվականին արգելվում էր խոսել ցեղասպանության մասին, այդ թվում դաշնակցությանը։ Բանի դեպքում արդեն 50 թվականին սկսվեց կարելի լինել, կառուցվեց Տիզարնակաբերդի հուշահամալիրը եւ այլն։ Ինչ վերաբերում է մի գուշակություն էլ բաններ, նոր պարոն Գեգամ Մանուկյանն էր բանանում, ասում է, այ կարող է փոխնախարարներ ասում, վաղը մյուս օրը բան անեք երից թուրքերի գրքերը համարեք, հա, ազատություն, չգիտեմ ինչ անեք։ Ասենք երից թուրքերի հետ դուք եք պաշտոնապես արձանագրություն ստորագրել, համագործակցել։ Այ դա, այո, պետք է հրապարակել, անընդհատ դրա մասին խոսել, այ դա ազատություն է, պետք է բոլորը դրա մասին հիշեն եւ խոսեն։ Երից թուրքերի հետ պաշտոնապես համագործակցած միակ ուժը։ Շնորհակալություն։ Ով մի քանի ձեր համագործակցությանից մի քանի տարի հետո ընդամենը 1908-ին եք չէ ստորագրել 15 թվականին ցեղասպանեց մի ամբողջ ժողովրդին, որը ոչ մեկ չի հերքում, բացի ձեզնից։ Տիկին Ծովինար Վարդանյանը գնաց, ինչ որ մեղադրանքներ էր ներկայացնում, եթե չեմ սխալվում, իր շապիկի վրա Հայաստաններ առանց Արծվաշենի, կամ ոնց որ չափսերը Արծվաշենի հետ լավ, Փառք Աստծո Արծվաշենի հետ։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, Տիկին Հասմիկ Հակոբյան, հատուկ ձեր համար ցիտում եմ հետևյալ ուրեմն բովանդակության տեքստը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժողտողական խոսույթը, այս մասին ասում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը։ Ինչ է ասում այս հայտարարությունը։ Նրա անիմաստ հայտարարությունները անտեսում են իթիվս այլոց թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, հայ գիտնականների հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարը եւ ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից Արցախահայերի նկատմամբ ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։ Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները եւ կաշխատի կանխելու իր եւ հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանության ապագայում։ Սա ոչ թե ասում է դաշնակցությունը, ոչ թե ասում են ընդդիմադիր այլ ուժեր, սա ասում է Լեմկինի անվան ցեղասպանության միջազգային ինստիտուտը։ Դե էտել փակեք, էտել իրական Հայաստանի մեջ չի տեղավորվում։ Դե Լեմկինի ինստիտուտը, դե ձեզ համար եթե Լեմկինի անվան միջազգային ինստիտուտը արժեք չի ներկայացնում, ես ինչ եմ ասում, ձեզ չգիտեմ, ձեզ ոչ մի բան չեմ ասում։ Եթե ընդդիմությունից նման օրինակ հայտարարություններ կլինեն, զատի մի հոգի ավել քաղբանտարկյալ կլինի էլի, պրոբլեմ չկա, այդ հոդվածով մեզ կդատեք։ Բայց խնդիրը այլ տեղ է, խնդիրը ձեր տիրույթում է, դրա համար դուք սենց ոնց որ հեզաճկուն խուսափում եք պատասխանատվություն, շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, հասկանալի է, չէ, որ օրենսդրական նախագիծը Հայաստան խմբակցության կողմից իրականացվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով։ Երբ որ խոսքը գնում է մանիպուլյացիայի, խոսքը գնում է տարբեր իրարամեժ հայտարարությունների եւ գործողությունների, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները եւ այսօրվա իշխանություններն են բերել այնպիսի մի վիճակի, որը որ կասկածի տակ է դրվում մեր հայրենիքի եւ այս վերջի տարիների 2018 թվականից ստեղծված իրավիճակը եւ ներկան եւ նաեւ ապագան, չնայած նրան, որ դուք խոսում եք, փորձում եք ամեն ինչ ներկայացնել վառ գույների ներքո եւ ներկայացվող նախագիծը
քննարկվում է եւ մենք ներկայացնում ենք հիմնականում անվտանգության, կանխարգելման եւ նաեւ հայոց ցեղասպանությունը որպես առանձնահատուկ ցեղասպանություն, որի ժամանակ իրականացվել է բոլոր ձևերի հանցագործությունների, ոճրագործությունների հաջորդականությունը։ Եվ այսօր ձեր իշխանության այդ վտանգի պատճառով վտանգի տակ կանգնված ապագայից ելնելով ենք մենք ներկայացրել այս ամենը, որովհետև իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից եւ այսօր եւ Թուրքիան եւ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, մեղադրյալի հանցագործի վիճակում Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ եւ այդ շարունակական պատժամիջոցները, շարունակական ճնշումները, պարտադրանքներն են, որ մեզ կասկածի տակ է դրում մեր հայրենիքի ապագան։ Ընդ որում, ձեր իշխանության ժամանակ ազգային անվտանգության ռազմավարության մեջ 425 կետում գրված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Եվ դուք եք, որ այդ ամենը չեք իրականացրել։ Հետևաբար մենք երբ որ խոսում ենք այս նախագծի մասին, այս նախագծի այս փոփոխությունների նպատակը մենք պետք է քննարկենք անվտանգության տեսանկյունից, որը որ հավելյալ արժեքներ է ստեղծում, որովհետև իրական հավանականությունը շատ մեծ է եւ կարող են հեշտությամբ կատարվել հանցագործություններ եւ նաեւ արդարացվեն։ Եվ պետք է իսկապես պատժելի դարձնել եւ խիստ պատժելի դարձնել այն օրինական մեր նախաձեռնությունները, որ մենք առաջարկել ենք։ Հանդիմությունը հերթական անգամ չի դավաճանում սեփական ինքնությանը եւ անկեղծ չի, էլի։ Ես հիշում եմ, երբ որ դուք նախագիծ եք բերել Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին եւ այն ժամանակ էլ մեզ մեղադրում եք եւ ասում եք, որ դուք բերել եք պաշտպանելու համար Ղարաբաղը, հետո ինչ եղավ, հետո գնացին ձեր ներկայացուցիչները լուծարեցին Ղարաբաղը։ Հիմա դուք նախագիծ եք բերել ցեղասպանության ժխտումը իբրև թե քրեականացնելու, պաշտպանելու մարդկանցից, ովքեր որ փորձում են ժխտել, եւ պարզ է, չէ, դու ձեր նպատակը էլի որն է։ Ինչ ենք մենք ասում, ինչ է ասել վարչապետը իր հայտնի ելույթում, ասել է, որ մենք պետքա ունենանք ինքնահայեցում, որ մենք պիտի նայենք անցյալի եւ հասկանանք ինչ է տեղի ունեցել մեզ հետ, եւ դրա նպատակը պիտի լինի այն, որ մենք ապագայում չկրկնենք այն սխալները, որոնք որ մեզ բերել են որոշակի աղետալի հանգրվան։ Առնվազն այդ սխալների մեր բաժինը, որևէ մեկը չի ասում, որ ամբողջ սխալները կամ ամբողջ մեղքը մեր վրա է եւ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է։ Սա կոչվում է ինքնահայեցում։ Ինձ թվում է, որ ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը հեք է արել եւ կոտրել է, այսինքն եւ ձեր ինքնության մեջ այնտեղ ինքնահայեցումը չկա։ Դրա համար երբ որ ասում եք եկեք մի հատ ինքնահայեցվենք, դուք ասում եք մի րոպե, մեր ինքնությունը մեզանից ուզում են գողանան։ Հիմա ես ուզում եմ բերեմ մի հատ ուրիշ մարդու օրինակ, որը եւս կոչ էր անում ինքնահայեցման եւ դա անում էր 1920-ական թվականներին։ Մի այդպիսի գիրք կա, հարգելի գործընկերներ, երևի կարդացել եք։ Այդ գիրքը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի, Հովհաննես Քաջազնոնի։ Եվ այս գրքում Հովհաննես Քաջազնոնին ահա անում է այսպիսի դատողություններ, այսպիսի մտքեր է զարգացնում։ Ասում է. 1915 թվականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թուրքահայերի բռնի տեղահանությունը, մասսայական աքսորներն ու ջարդերը մահացու հարված հայ քաղաքական դատի համար։ Եվ դարձյալ պարաբան կլիներ հարց դնել այսօր, թե որ չափով է անդրադարձել մեր կամավորների մասնակցությունը պատերազմի մեջ թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Իսկ ինչ է ասում ձեր տրամաբանությամբ Հովհաննես Քաջազնոնին։ Հովհաննես Քաջազնոնին զբաղվում է ինքնահայեցմամբ։ Ասում եմ, եկեք հասկանանք մեր գործողությունները։ Ինչ ազդեցություն են ունեցել թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Հիմա պարոն Մինասյան, ձեր նախագիծը, ձեր նախագծով պետքա քրեական հետապնդում հարուցել Հովհաննես Քաջազնոնի վրա։ Եվ Հովհաննես Քաջազնոնին ասում եմ, եկեք ինքնահայեցմամբ զբաղվենք։ Ու դուք բան եք անում, դուք ասում եք, չէ, դա մերը չի, հետո մեզ եք մեղադրում պատմական անցյալից հրաժարվելու համար։ Դուք հերթական անգամ ուրանում եք Քաջազնոնու եւ Դաշնակցությանը։
Կամ ասում է Հովելի Քաջազնոնին, կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էին գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ։ Կարծես մի մեծ առաքինություն էր, մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել տալ մեզ։ Ինչ է ասում Քաջազնունին, ասում է մետ եկեք հասկանանք ոնց է այդ աղետը մեր հետ տեղի ունեցել, որ հետո անկարծ այդ նույն աղետը մեր հետ տեղի չունենա, եւ պատահականորեն ինքը այդ ինքնահայեցումը անում է մի գրքում, որը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ ես ավարտելով իմ ելույթը ուզում եմ ասել, որ այո, 100 տարի անց կրկին Դաշնակցությունը այլևս անելիք չունի, սիրելի հարգելի գործընկերներ։ Ինձ թվում է մեր ընդդիմությունը ինչ-որ մի պահի կհոգնի մարդկանց խորը անասունի տեղ դնել, բայց ակնհայտորեն դա չի ստացվում եւ ընդդիմությունը շարունակում է մտածել, որ Հայաստանի քաղաքացիները խորը անասուն են ու բաց է թողնում, չգիտես ինչու են փաստը, որ իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավականին իմաստուն են, առնվազն այնքան իմաստուն են, որ կարողանում են մեկին գումարել մեկ։ Ու այդ մեկին գումարած մեկ սկզբունքով sense նայել, որ այս դահլիճի այս հատվածը, երկու հատվածները առնվազն ընդդիմադիր, բերել են ու տարել են Գյումրիում կարգել են քաղաքապետ, քաղաքապետացու, տենց Վարդանի կանոնով հայտնի ու Վարդանիկը այս նախագծի բացատրությունը տվել է, սիրելի գործընկերներ։ Վարդանիկը իդեալական բացատրել է, թե ինչի համար է այս նախագիծը, այդ մարդը կանգնել է, ասել է, կամ ով դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելուն, ինքը թրքահպատակ շան տղա է։ Հիմա ես այստեղից այս ամբիոնից կոնկրետ ձեզ եմ այդ հարցադրումը դնում, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, որտեղ մեզ այդ չի կարա վերաբերվի, որտեղ Վարդանիկը նախ այդքան չկա, որ մեզ ինչ-որ ուլտիմատում դնի, երկրորդն դա ձեր Վարդանիկն է։ Ձեր Վարդանիկը ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքահպատակ շան տղա ես։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դա ձեր բերած Վարդանիկն է, դա ձեր Վարդանիկն է։ Հիմա խնդրում եմ, հիմա ժամը 13:27 է։ Խնդրում եմ, այսօր մինչև ժամը 17:00 պատասխանեք հետևյալ հարցին։ Դուք միութենական պետության կողմնակից եք, թե թրքահպատակ շան տղա։